Հայաստանի հանրային ռադիո, եթե նորից վերադառնանք այն կետին, որ հասարակությունները երկար տարիներով միմյանց հետ չեն շփվել, եղել է հակամարտություն, որը բնականաբար իր հետ բերել է հասարակությունների շփման խզմանը։ Հարցս ուղղում եմ ադրբեջանական ներկայացուցիչներին, հասարակության հետ շփումներում ինչ եք նկատում, ինչպիսի մտավախություններ կան հայկական կողմի հետ շփման արդյունքում ձևավորված մտքերում, ինչպես է ադրբեջանական հասարակությունը դիտում այն հարցը, այն կոնտեքստում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն ունեն ձևավորված խաղաղություն եւ օրերից մի օր պիտի միասին կառուցեն ինչ-որ շփման եզրեր։ Շնորհակալ եմ։ Կառավարություններն ու առաջնորդները օրինակ են ծառայում երկրների, որ այդպիսի փոխներգործություն հնարավոր է։ Դրա հետ մեկտեղ քաղաքական երկխոսություն է տեղի ունենում։ Երկու հասարակություններն էլ արդեն ըմբռնում են ձևավորել այն, որ խաղաղության օրակարգը հաստատված է։ Տնտեսական փոխներգործությունը երկրորդ շերտն է ապահովում, որը թույլ է տալիս ավելացնել բովանդակային մասը, կառուցողական դրական լուրեր ապահովելով մեր ինֆորմացիոն դաշտում։ Սա թույլ է տալիս մեզ քաղաքացիական ներկայացուցիչներին խոսել խաղաղության մասին եւ խաղաղորակարգի մասին հիմնավոր կերպով։ Մենք ծանոթ ենք հակամարտությունների կարգավորման տեսությանը։ Բազմաթիվ մեխանիզմներ եւ գործիքակազմ կա, բայց կարևորը հետևականությունն է, այսինքն հասարակությունները պետք է հարմարվեն այս նոր իրականությանը։ Եվ Ադրբեջանում եւ Հայաստանում հասարակության մեջ բազմաթիվ հարցեր են գոյացել, անվստահություն կա իրար հանդեպ, բայց եթե առաջնորդները հասել են այն կետին, երբ արդեն իրար վստահում են, երբ տնտեսական ասպարեզում վստահություն կա եւ կա վստահություն այն ներկայացուցիչների միջև հասարակական, որոնք հարում են այս խաղաղության օրակարգին, դա գնալով կտարածվի եւ մենք ավելի շատ հարցեր կունենանք այն պատասխաններ կունենանք այն հարցերին, որոնք մտահոգում են հասարակությունները։ Բոլոր հարցերը միջին եւ անգամ կարճաժամկետ միջին հնարավոր չի արկել լուծել, բայց մենք հիմա պետք է առավելագույնս օգտվենք այս բացված հնարավորությունից, եթե այդ պայմանները կան, պետք է այդ հնարավորությունը առավելագույնս օգտագործել, ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է։